Հայկ Կոնջորյանը ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ, փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ 28-ը։ Ավելի վաղ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ ուժեղ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ Շնորհակալություն վստահության համար։ Կերկին շնորհավորում ենք պարոն Կոնջորյան, ես ինձ այստեղ միայնակ եմ զգում, ուրախ եմ, որ միացաք ինձ։ Բաքուն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր հիմնական պահանջներից։ Ըստ ադրբեջանական մեդիայի, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների վերացումից հետո Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում։ Ըստ նրան, տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է տիրում եւ Հայաստանում սկսել են նոր սահմանադրության ընդունման գործընթացի նախանշաններ։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը չի կարող որոշվել Ադրբեջանի պահանջով։ Նրա խոսքով, անգամ հանրաքվեի անցկացումը պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների համաձայնությամբ։ Կարապետյանը նշել է, որ իրենք կողմ են խաղաղության պայմանագրին, սակայն այն պետք է բացառի ապագա վտանգները եւ թույլ չտա էթնիկ փոփոխություն Հայաստանում։ Ես չեմ տեսնում, որ այսօրվա առաջարկը Ադրբեջանի դա օրինական առաջարկ է մեր երկրի համար։ Իրենք պետք է չորոշեն մեր երկրի սահմանադրությունը ինչպես լինի։ Մենք պետք է գնում ենք խաղաղության պայմանագրին, պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այդ խաղաղության պայմանագիրը պետք է փակի շատ դռներ, մեր ապագա վտանգների դռները։ Եվ կարող եք վստահ լինել, որ մեր բոլոր քայլերը, քաղաքական քայլերը ունենալու են մի ուղղություն։ Ունենալ խաղաղություն, բայց թույլ չտալ Հայաստանում էթնիկ փոփոխություն։ Քերին լավ է, քերին միշտ լավ եղել։ ԿՊԱ-ական պատգամավոր Վեդիի նախկին համայնքապետ Գարիկ Սարգսյանը խորհրդանում արձագանքել է Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցերին կապված իր քեռու Գրիգոր Մանուկյանի Նոյավա ՍՊ-ի գործունեության հետ։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր, որ ընկերությունը 2018-ից հետո պետական մարմինների հետ շուրջ 506 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել։ Սարգսյանը հերքել է կոռուպցիոն կապերի մասին պնդումները, ասելով, որ եթե խախտումներ լինեին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարձագանքեր։ Անդրադառնալով ինչ-որ տենդերներից, մրցույթներից եւ շինարարություններից անդրադարձ կատարեց նաեւ ինձ, որին Տիկին Գրիգորյանը այս ամբիոնից խոսել էր նաեւ 2024 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, եւ հարց հնչեցրեց պարոն Գարիկ Սարգսյան, քերին ո՞նց է։ Քերին լավ է։ Քերին միշտ է լավ եղել։ Քերին 90-ականներից սկսած հաջողակ բիզնեսմեն է եղել մեր մարզում եւ այսօր էլ շարունակում է լինել եւ դա գիտեն բոլորը մեր մարզում ապրող։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ չի հրաժարվելու բարեգործությունից։ Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում գործարարը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նշել է, որ բարեգործություն արել է, անում է եւ շարունակելու է անել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Կարապետյանն նաեւ արձագանքել է իր բիզնեսների հնարավոր պետականացման մասին հարցին, ասելով. «Թող կառավարեն, տեսնենք ինչը կթողնեն»։ Իրենք ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Նստաշրջանի ժամանակ, առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի երբ որ ընթերցում էին, ոտքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալ այս քայլով։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ հաջող։ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցն է, վերջին տհարտում։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Վարդևանյանը եւ Լիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաններ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաններ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց է, պարոն Կարապետյան, ու վերջ։
Առնջմոլի նախկին եւ ներկա տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել շուրջ 492 միլիոն դրամի հարկ չվճարելու դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի տվյալներով գործը վերաբերվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն։ Ընկերության գործող տնօրեն Անեի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 50 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք, իսկ նախկին տնօրեն ՍՀ-ն կալանավորվել է։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավար Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարի Դրմեյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։ Դրմեյանը դատարանից պահանջում է հերքել իր նկատմամբ հնչեցված իր խոսքով զրպարտչական արտահայտությունները։ Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին եւ մակագրվել Երևանի քաղաքացիական դատանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է համակարգային խնդիրներով եւ աշխատանքային մեկուսացմամբ, ինչի հետևանքով իր խոսքով անհնար է դարձել լիազորությունների լիարժեք իրականացումը։ Անտոնյանը նշել է, որ առաջիկայում կհրապարակի իր հրաժարականի պատճառներն ու ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ մի շարք մանրամասներ։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Դավիթ Ղազիմյանը հայտարարել է, որ ՀԵՑ-ը վերջին 10 տարիների ընթացքում երբեք չի նախաձեռնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Նրա խոսքով սակագինը սահմանում է պետական կարգավորող հանձնաժողովը եւ թանկացումների պատասխանատվությունը ՀԵՑ-ի վրա դնելը մանիպուլյացիա է։ Ղազիմյանը նշել է, որ 2015 թվին ՀԵՑ-ը ձեռք բերելու պահին Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացնելու։ Իր աշխատասենյակում մեծ րոպին ուղիղ հարց եմ տվել։ Իհարկե աշխատանքային անձնական խոսակցությունը երբեք չեմ բացի, այդտեղ ավելի վատ բաներ կա, բայց չեմ անի երբեք։ Դա իմ համար կարմիր գիծ է։ Ասում եմ Մեսրոպյան, ՀԵՑ-ը ինչ վիճակում է գտնվում։ Ուղիղ տղամարդու պես աչքերին նայելով, կրիտիկական է վիճակը։ Չէ, պարոն Ղազինյան, ինչ եք ասում, ինչ կրիտիկական։ Ասում եմ, բա ինչ ես ուզում։ Ասում եմ, խնդրում եմ իրար հետ աշխատենք։ Պարոն Կարապետյանին էլ եմ ասել։ Ասում եմ, ի՞նչ է պատասխանը պարոն Կարապետյան, ասում ասել է սիրով։ Ասում եմ, ես էլ եմ ասում, 20 թվին չենք աշխատել, այդ եկար դարար նախագահ բան փոխվեց, սենց կիս կատակ։ Ու մի հետաքրքիր բան էլ ասեմ, սա ինքնագովեշ չընդունեք, ես երկար տարիներ ղեկավարել եմ իրացման ոլորտը, իրացման տնօրինությունը, որը այս ձեր ասած կիլովատի արքու վաճառք, հավելագրում եւ այլ, սենց մի քիչ տենց քմծիծաղով երևի թե հաճելի կլներ լսել իմ համար, ընդունում եմ դա, ասի Մեսրոպյան իրացման հետ կապված ինչ ասեր, ասեց իդեալականին մոտ։ Սա ասել է ձեր հանձնաժողովի նախագահ ուղիղ դեմքին ասում եմ, եթե փորձի ժխտի, այլ մանրամասնություններ կարող եմ ասել, որը չի կարող ժխտել։